Նախ եւ առաջ ուզում եմ ասել հետեւյալը. Մենք այսօր ազգային ժողովում ենք գտնվում, ազգային ժողով բանակ համագործակցության շրջանակներում, գիտեք, որ բանակը այսօր գտնվում է քաղաքացիական եւ ժողովրդավարական եւ հասարակական վերահսկողության ներքո եւ մենք պարբերաբար քննարկումներ ենք իրականացնում տարբեր հարցերով։ Այսօրվա քննարկումները փակ քննարկումներ էին, որոնց ընթացքում մենք լսեցինք համապատասխան եւ առաջարկություններ եւ իրադրության գնահատում, որոնց ուղղությամբ անկասկած բանակը համապատասխան միջոցառումներ իրականացնելու է, վերլուծություններ է կատարելու եւ մենք ազգային ժողովի հետ մեր համագործակցությունը շարունակելու ենք։ Ինչ վերաբերում է ուրեմն պաշտոնանկություններին, պետք է ասեմ հետևյալը. բանակում կադրային քաղաքականությունը իրականացում է պլանավորված։ Առաջինը, երկրորդը, բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների մշակույթի, առաջարկությունների հիման վրա, չեն քննարկվում եւ կատարվում են։ Իհարկե, եթե հարցը այդ կադրային փոփոխություններին են, ապա պետք է ասեմ մեկ բառով, որ պահի հետ անկասկած կապ ունեն եւ միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգը ավելի բարելավելու եւ ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու համար։ Պահը ինչի նկատի ունի կապված քարոզապատերազմի ընթացքում համապատասխան։ Ես ասացի, ես խնդրում եմ ավել հարցը չտալ։ Ադրբեջանը զինուժ է կուտակում սահմանին, սա ինչի մասին է վկայում։ Ուրեմն տեսեք ինչ եմ ասում։ Ուրեմն քրեական պատասխանատվությամբ նրանք չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվությամբ ենթարկելի չէ։ Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում եւ այդ գործունեությունը կանոնակարգված է եւ բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր եւ քրեական գործի ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են։ Իսկ ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, պետք է ասեմ հետեւյալը, մեկ ընդմիշտ եւ որպեսզի դուք իմանաք, բանակը, Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իր արժեվ դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, զրկել է մարտավարական եւ այլ առավելություններից հակառակորդին եւ բանակը այն կառույցը չէ, որը որ այսօր կարելի է ասել, որ համապատասխան միջոցառումներ ինքնուրույն չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում։ Բանախառ Ադրբեջանը ինչ ծավալի զինուժ է կուտակում եւ ինչի հետ գործ ունենք։ Ուրեմն մենք համապատասխան վերլուծություններ ենք կատարում եւ այդ վերլուծությունները բանակի արժեվ դրված խնդիրների շրջանակներում են։ Մենք իհարկե իրադրության գնահատման, հակառակորդի գնահատման, մեր ուժերի գնահատման շրջանակներում հետևություններ են անում հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթի եւ այլ խնդիրների շրջանակներում։ Իհարկե այսօր իրավիճակը առաջնային գծում լարված է եւ ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ էլ կարող են լինել։ Հայկական բանակը հանձինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի այսօր իր արժեվ դրված խնդիրները իրականացնում է բարձր մակարդակի, այն ծավալված է, պատրաստ է պաշտպանողական եւ այլ խնդիրների իրականացում։ Շնորհակալություն վաղը քննարկելու Արցախի ճանաչման վերաբերյալ օրինակից է, դուք ո՞նց եք վերաբերվում սրանց։ Ես տեղյակ չեմ։ Շնորհակալություն։ Բանախառ ռուսական զենքը երբ կգա դուք Մոսկվայից եք վերադառնում։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մեր տեմպերի արագացման ուղղությամբ։ Պարոն նախարար, օրինակ իհարկե որ տեղյակ չեք, կառավարությունը վաղն է քննարկելու հենց այդ ճանաչումը Արցախի առհասարակ անկախ դրա ոնց է վերաբերվում։ Ուրեմն ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ։ Շնորհակալություն։ Նախարար պատերազմի երկրորդ փուլ կարող են Պաշտոնյաներ ձերբակալված կան, իսկ պաշտպանության ոլորտի։ Պաշտպանության ոլորտի ինչ ձերբակալություն է պետք է լինի։
Ես ասացի, որ բանակը իր արժև դրված խնդիրը իրականացրել է։ Պաշտպանության բանակը իր արժև դրված խնդիրն իրականացրել է, չթողելով հակառակորդին որևէ առավելության հասնելու։ Եվ եթե դուք իմանաք ինչ է նշանակում պաշտպանություն, ինչ է նշանակում պաշտպանության խորքում համապատասխան մարտավարական գործողություններ, հատկապես վաշտ, դասակ օղակներում համապատասխան մարտավարական գործողություններ, ապա չեք կարող ասել, որ պաշտոնանկություններ կան, թե չկան։ Պաշտոնանկությունները նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի խնդիրն է։ Եվ երկրորդը, եթե ժողովուրդը բանակի հետ միասին, իսկ բանակը առանձնապես առաջի գծում հերոսություններ կատարելով իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչի մասին խոսք կարող է լինել։ Խորհուրդ կտայի փառաբանել այն հերոսներին, ովքեր որ նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են եւ ովքեր որ բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը եւ այստեղ ոչ մի քանակի մասին անգամ խոսք անգամ չի գնալ, որովհետեւ բանակում ծառայած մարտական գործողությունների մասնակցած անձնավորությունները պետք է հստակ պատկերացնեն եւ առաջին հերթին իրենք են գիտակցում ինչ է նշանակում մարդ, ինչ է նշանակում մարտական գործողությունների ժամանակ լայնածավալ այսպես հարձակողական խմբավորում հետ տալ, կրակի տակ լինել, հոգեբանական ճնշման եւ նաեւ որոշակի վախի շրջանակներում եւ այսօր ասել այսպես են գործել, թե այնպես են գործել։ Բանակը իր արժեվ դրված խնդիրը կատարել է։ Ամեն օր զոհեր են ունենում, լավ, ինչին ենք սպասում։ Պատրանք կլին թե ոչ, ինչին ենք սպասում։ Լայնամասշտաբ։ Այսօր ժամանակավոր հրադադար է։ Կարծիք կա, որ մենք պետք է ինչ-որ ձևով առաջ գնանք, որպեսզի ժողովուրդը արդեն դուք պետք է որոշեք կարծիք։ Կարծիքներ կան նաեւ հենց ռազմական ոլորտում։ Ես առաջարկում եմ, որպեսզի յուրաքանչյուրը իր կարծիքը թողի իր համար։ Կան ռազմաքաղաքական կա ղեկավարություն, որը որ որոշումներ է ընդունում։ Եվ այդ բոլոր որոշումները պետական կառավարության քննարկում են համապատասխան ատյանները։ Այդ երկրների զենքների տարբերակ, հա, այլ երկրների